Եթե այս տարվա կարտաժլանյան դեռ չեք պատրաստել, հայերենով ցանկությունների տախտակ, եթե չեմ սխալվում, ապա փետրվարի 17-ը տալիս է մեզ այդ հնարավորությունը իր հզոր էներգետիկ դաշտով։ Այդ օրը սկսվում է չինական ամանորը եւ տևում է 15 օր։ Արևելյան տոմարով ամանորը ոչ թե տնտեսական շահերից է բխում, այլ այն ավելի տիեզերական գաղափար է իր մեջ պարունակում, քանի որ նշվում է երկրորդ նորալուսնային շրջանի սկիզբը, այսինքն ձմեռային արևադարձից հետո հաշվարկում են երկրորդ նորալուսնային շրջանը եւ այդ ժամանակ համընկնում է իրենց ամանորը։ Ու այդ օրը շատ հզոր էներգետիկ դաշտ է լինելու, այնպես որ կարող եք առիթը բաց չթողնել եւ ձեր տարեկան կտրվածքով նպատակները համախմբել ու պատրաստել ձեր ցանկությունների տախտակը եւ այն աշխատող մեթոդ է։ Ինչու է ցանկությունների տախտակը, կարտաժլանյան աշխատում։ Նախ ասեմ, որ պատրաստման ընթացքում դա շատ մեծ ենթագիտակցական աշխատանք է, որին պետք է պատրաստվել, տրամադրվել, նոր այնուհետև փորձել դա ձևավորել ինչ-որ մի կերպ այդ տախտակի վրա, այդ թղթի վրա։ Պատրաստման ընթացքը դա վիզուալիզացիա է, այսինքն դու պետք է ամբողջովին կլանվես այդ process-ի մեջ, դու պետք է կարողանաս դա ապրել, էմոցիաները, այդ ամենը, ինչը որ դու ցանկանում ես ձեռք բերել, դա պետք է կարողանաս այդ պահին ապրել ու ձևավորել այդ էներգետիկ դաշտը։ Եվ երբ որ այդ ամենը կոլեկտիվ կերպով հավաքված ձևավորվում է մի մեծ տախտակի վրա, մի մեծ թղթի վրա, դուք այն փակցնում եք պատին կամ ինչ-որ մի տեղ, որտեղ որ ձեզ հարմար է, որպեսզի դուք անընդհատ տեսնեք դա ու դա անընդհատ վերադառնա այդ էներգետիկ դաշտը, որը դուք ներդրել եք դրա մեջ, անընդհատ վերադառնա ձեզ, դուք կարողանաք վերապրել կրկին եւ կրկին ու այդ կերպով ձեր ենթագիտակցությունը սկսում է աշխատել հենց այդ ուղղությամբ ու բարբերաբար գնալով մեկ էլ տեսնում եք դա արդեն դարձավ իրականություն, այսինքն աշխատելով ձեր ենթագիտակցությունը բարբերաբար դա տանում է հենց նրան, ինչին որ դուք մտադրություն եք հայտնել։